չի կարելի օրինակ կաթողիկոսը տեղյակ չունի Բագրատ Սրբազանից ու Միքայել Աջապահ։ Հիմա այդ թեման է կա, օրինակ Միքայել Աջապահյանը քաղաքական գործընթաց սկսեց, այդ Բագրատ Սրբազանը սկսեց, ասում են դե երևի կաթողիկոսի օրհնություն չի ստացի, օրինակ տրամաբանական է։ Օրինակ չի կարելի, ես իմ Սրբազան, ինչ-որ մի հատ Սրբազան ինչ-որ բան սկսի։ Այդ միանշանակ է, որ դե այդ եմ ասում, դրա համար հա մի կողմից էլ եթե կաթողիկոս հենց իր դեմքով լինի, շատ լուրջ արճակատում կլիներ, ես հիմա պատկերացնում եմ մարդիկ կան, ասենք, բանի կռիվ գիտես, ոնց որ տենց բան էլի հավատի կրոնի պատերազմ կլինի։ Հա, դες ինչ-որ մի բան կլինի։ Ես համաձայն եմ, որ հա, եթե ինքը իր դեմքով լինի, ավելի կոշտ կարտայի, բայց դե ասել որ խոսքը ինքը կապ չունի, մի քիչ էլի հեռու է։ Չէ, միանշանակ է, չի կարող ասենք, հատկապես այդպես հիերարխիկ կառույցում մեկը մյուսից տեղյակ չլինեն, էլի։ Ուղղակի ինձ թվում է ամենասրող պահը եղել է մեկը Բագրատ Սրբազանի սկսած շարժումը, որովհետև իրականում եթե այս իշխանության տեղը լիներ, իրոք կհավատայի, որ սա լուրջ պրոցես է, որովհետև հիշում ենք 50,000 մարդ հրապարակում էր։ Ու դա հարված էր, դա ասենք մարդիկ, օրինակ, չգիտեմ, այդ ովքեր են եղել քաղաքական տեխնոլոգները, բայց այդ սպիտակ հագուստով հոգևորականի գլխավորած շարժումը, տենց ինքը իրականում հասարակության ինչ-որ սեգմենտի համար ոնց որ sense թե ինչ-որ նոր կոնսոլիդացիայի կոչեր, թե եւ այլն, ու իշխանությունը ասես դե որ տենց հա, եթե դու կարողանում եք արդեն իսկ նաեւ բան էլի լուրջ բան ստեղծել հողի վրա, մենք հա գոտկատեղից ցած